Հայերը փախչող շներ են անունով ԱԹՍ-ներ են արտադրվում Ադրբեջանում։ Հայաստանի արևելյան հարևան պետությունում հայերին անվանում են արյունարբու, վանդալներ, բարբարոսներ, շնագայլեր, ֆաշիստներ։ 2020 թվականից հետո Ադրբեջանում աննախադեպ աճել է հայերի նկատմամբ ատելության մակարդակը, դարձել վտանգավոր ու ռիսկային մեր երկրի ու ժողովրդի համար, ահազանգում են մասնագետները։ Ծիրանուշ Սահակյանը, Տաթևիկ Հայրապետյանն ու Ստեփան Հասանջալալյանը 1 տարի ուսումնասիրել են ադրբեջանական հարթակներից հայերին ուղղված ատելության խոսքը։ Զեկույցում տեղ է գտել Գրառումներ, հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ, անգամ դասագրքեր։ Նոր ավելի վտանգավոր դրսևորում են նկատել։ Ատելության խոսքին Ալիևյան ռեժիմը համադրել է զավթողական քաղաքականությունը։ Բաքուն շատ արագ Արևմտյան Ադրբեջան անունով հեռուստատեսություն, կայք ու համայնք ձևավորեց 2022 թվականին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո։ 1 տարի անց տարածաշրջանում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է, զավթողական թեզը մտավ ադրբեջանական դպրոցներ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել հայերին, ինչը նշանակում է, որ Բաքվի ավտորիտար իշխանությունը Հայաստանի հետ կապված շատ ավելի վտանգավոր պլաններ ունի, քան կարելի է պատկերացնել։